Կենտրոնական բանկի նախագահի արդեն հայտարարությունները սա արդեն որևէ շրջանակներում եւ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, անընդունելի է, դա հովանավորչություն է բանկերի ոչ օրինաչափ գործողությունների նկատմամբ ու Կներեք, էլի պարոն Գալստյանը մի քանի օր առաջ ասում էր, որ այդ վարկերը սառեցված են եւ տարբեր բանկեր հարց եմ տալիս, եւ տարբեր բանկեր տարբեր ժամկետներով են սառեցվել։ Դուք ասում էիք, որ կեղծ է այդ հայտարարությունը։ Այո, հիմնավորումը այս քաղաքացիների ներկայացվածությունն է այստեղ, եթե անհրաժեշտությունը լինի անպայման, բայց քաղաքացիների նկատմամբ մինչ այս պահը արկայեն պահանջներ չի համապատասխանում իրականությանը այդ հայտարարությունները որևէ կերպ։ Ասեմ ավելին, գործեր կան, որ դատարաններում քննվում են եւ դատարանում գործը կասեցվել է այն հիմքով, որ արկա է քրեական գործ, այդ հիմքով կասեցվել է գործը, բայց միևնույնն է դեռևս շարունակական պահանջներ կա, նամակներ կան, SMS-ներ կան, հաղորդագրություններ եւ ամեն ինչը կա, սուր դրված է բանկերի կողմից պահանջը։ Այսինքն ոնց է կասեցվել։ Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ ամոթ ապատեղեկատվություն տարածելու համար։ Պարոն Ղարագյոզյան, այստեղ մարդիկ կան, որոնց այդ վարկերը իսկապես չեն սառեցվել։ Այստեղ որևէ մեկի վարկը չի սառեցվել։ Մոտեցեք քաղաքացիներին, այսքան մարդիկ են եկել, բոլորի նկատմամբ արկա պահանջներ։ Ապօրինի վարկային պահանջները արկա են բոլորի նկատմամբ։ Ոնց է սառեցվել, ում վարկերն են սառեցվել, ժողովուրդ խնդրում եմ, որևէ մեկը ձեռք բարձրացրեք, ասեք ում վարկերն է սառեցվել, եւ հետո ինչ է նշանակում սառեցվել։ Գուցե եթե մենք ուզում ենք ինչ-որ բան սառեցնել, դնում ենք սառնարանի սառնախցիկում։ Մենք ինչ է նշանակում սառեցնել։ Գուցե հետաձգել էի նկատի ուներ, գուցե ես չգիտեմ ինչի նկատի ուներ, բայց հայերենում նման չգիտեմ, սառեցնել սա կեղծ է, սուտ է։ Ներողություն, դատախազություն ձեր ուղարկված դիմումների ճակատագիրը ինչ եղավ։ Դատախազություն բազմիցս ենք դիմել, երկու անգամ անձամբ մեր հասարակական կազմակերպությունից եւ իմ անունից է դիմում գնացել, առաջի անգամ հանդիպում եւ քննարկում ենք ունեցել, որը եղել է կառուցողական պատկան մարմինները նշում էին, որ բոլոր գործերը պետք է քննվի գրված օրենքների շրջանակում, ինչի հետ մենք երկու ձեռքով համաձայն ենք։ Երկրորդ անգամվա մուտք արած դիմումից հետո դեռևս արձագանք չենք ստացել, որովհետև քիչ օրեր են անցել, քիչ աշխատանքային օրեր են եղել։ Դրան հաջորդել է մայիսի 9-ը, հետո շաբաթ, հետո կիրակի, մեկ աշխատանքային օր եղել է երկուշաբթին եւ ահա երեքշաբթին մենք էլի ստեղ ենք, բայց խոսելու այն մասին, որ Մարտին Գալստյանը արել է հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ սա մենք գնահատում ենք հովանավորչություն բանկերի ոչ օրինաչափ գործողությունների նկատմամբ, չեն տրվել որևէ հանձնարարականներ, եթե հանձնարարականներ տված լինեին, ապա թափանցիկություն ապահովելու համար իրենց կայքերում պետք է դա հրապարակած լինեին, չեն արել, չեն անում, չեն ուզում անեն, քաղաքացիները անհամաչափ թալանի են ենթարկվում եւ սա կողոպուտ է։ Սա հոգեբանական բռնություն է։ Կոմիտեից ինչ ակնկալիք ունեք։ Հակակոռուպցիոն կոմիտեից ակնկալում ենք, որ այն կասկածները, որ ես բարձրաձայնեցի, դա ուսումնասիրության ենթակա է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, նաև էլի մենք ունենք կասկածներ, որ պետք է ներկայացնենք արդեն հակակոռուպցիոն կոմիտեում։ Կներեք, այդ գործերը քրեական վարույթ նախաձեռնվել են քննչական կոմիտեի տիրույթում։ Հիմա դուք գնում եք հակակոռուպցիոն կոմիտե, որ ինչ պահանջներ ներկայացնեք այդ մարմնից, եթե քրեական վարույթը քննչական կոմիտեում է ներկայացվում։ Քրեական վարույթը ներկայացված է քննչական կոմիտեում այն հիմքով, որ գոյություն ունի ոչ օրինաչափ եւ ապօրինի վարկային պայմանագիր, որը կարվել է, այսպես ասած, անմեղ քաղաքացու գլխին, հա, այս հիմքով է քրեական վարույթը նախաձեռնվել եւ քրեական վարույթի շրջանակներում
փնտրվում է զեղծարարը, որպեսզի կանգնի դատարանի առաջ եւ դրանով իսկ պայմանավորված բանկը պետք է այդ պահանջները ներկայացնի այն քաղաքացուն, ումը ինքը փաստացի վարկա տրամադրել։ Այս տրամաբանության շրջանակներում է քննչական կոմիտեն աշխատելու եւ մենք դրանից ավելին ուղղակի նրանցից պահանջել չենք կարող։ Իրենց լիազորությունները նրանք չեն կարող Հակակոռուպցիոն կոմիտեից ինչ Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջելու ենք ուսումնասիրել Մարտին Գալստյանի արած հայտարարությունները արդյոք մարդը շահագրգռվածություն չի ունեցել, արդյոք մարդը բանկերի կողմից այլ կերպ ասած կաշկանդվածություն չի ունեցել։ Այս ու նմանատիպ մենք կասկածներ ունենք, մենք հարցեր ունենք, որ պետք է գնանք սրանով։ Սա հակակոռուպցիոն կոմիտեի պարտավորությունների տիրույթում է։ Իսկ դուք ո՞նց եք գնահատում կոնկրետ քննչական կոմիտեի գործունեությունը այս նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում։ Դանդաղ են աշխատում, լավ են աշխատում, ինչ խնդիրներ կան։ Քաղաքացիները բնականաբար անհամբեր են, որովհետև քաղաքացիների նկատմամբ կան պահանջներ, քաղաքացիների նկատմամբ կան ճնշումներ, հոգեբանական բռնություն նաև կա քաղաքացիների նկատմամբ, ոչ, բանկերի կողմից իհարկե։ Դրա հետևանքով քաղաքացիները ակնկալում են շուտափույթ քրեական գործի լուծում, ինչը բոլորիս ցանկությունն է եւ ես կարծում եմ նաեւ քննչական կոմիտեի ցանկությունն է, բայց քանի որ այստեղ մենք գործ ունենք բարդ, հա, կիբեր հանցագործությունների հետ մենք գործ ունենք, ես չեմ կարծում, որ այդ քրեական գործերը շուտ լուծում կստանան, ուղղակի քաղաքացիների ակնկալիքները ավելին է, քան իրականության մեջ կարող է տեղավորվել։